Ֆինանսական ոլորտի մասնագետ դառնալ ցանկացողները Մայրբուհում կսովորեն 1 տարի։ Ֆինանսներ մագիստրոսական ծրագրում բովանդակային եւ ժամկետային փոփոխություններ են կատարվել։ Կրթական ծրագիրը խտացվել է, ավելացել են նեղ մասնագիտական առարկաների եւ գործնական դասերի ժամերը։ Նպատակը մեկն էր, որպեսզի մենք կարողանանք ավելի սերմ ժամկետում ավելի դինամիկ կրթական ծրագիր ստանալ, որը ուսանողներին համապատասխան գիտելիք եւ հմտություն կփոխանցի աշխատաշուկայի պահանջներին լավագույնս համապատասխանելու։ Ինքներս երբ որ վերլուծում ենք եւ կարծիքներ ենք հավաքում ուսանողների դասընթացի վերաբերյալ, տեսնում ենք, որ կան խնդիրներ, դա որոշ դեպքերում բակալավրիատի դասընթացների կրկնությունն է նաեւ մագիստրատուրայում եւ նաեւ ժամանակի մարտահրավերը, որ բոլոր մագիստրանտները, ովքեր որ ընդունում են, երբ հենց առաջի կուրսից աշխատում են, հետեւաբար իրանց ավելի հետաքրքրում են նեղ մասնագիտական առարկաներ։ Ապագա ֆինանսիստներն ուսումնասիրելու են նաև միջազգային հայտնի բուհերում դասավանդվող առարկաներ։ Իրենց լավագույն փորձն ուսանողներին կփոխանցեն Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի, կենտրոնական բանկի եւ ֆինանսների նախարարության լավագույն մասնագետները։ Ուսանողները պրակտիկ ոլորտի մասնագետների հետ անընդհատ շփվելով կարողանում են ավելի լավ պատկերացնել ոլորտի առանձնահատկությունները, աշխատաշուկայի պահանջները ու բնականաբար ավելի պատրաստված են լինում։ Նաև այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ այդ մարդիկ պրակտիկ ոլորտից գալով մեր մագիստրոսների մեջ պոտենցիալ աշխատող են նաև փնտրում։ Կրթական ծրագրի արդիականացման ընթացքում բուհի մասնագետները խորհրդակցել են ֆինանսական առաջատար ընկերությունների, ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ ուսանողներին շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ փոխանցելու համար։ Արդյունքում ծրագրում ներդրվել են նաև արհեստական բանականության գործիքներ։ Այսօր դժվար է կիրառել մի գործիք, որը կապ չունի արհեստական բանականության կամ այդ ՏՏ ոլորտի հետ, որտեղ մենք այնտեղ ունենք առարկաներ ֆինանսական մոդելավորում, ֆինանսական էկոնոմետրիկա, որոնք ծրագրային փաթեթներ են ներառում իրենց մեջ։ Յուրաքանչյուր ոլորտի նորարարություն պետք է նախ եւ առաջ ուսանողներին հասցնել, որակյալ կադրեր ունենալու նպատակով։ Ուստի բուհի կրթական ծրագրերը պարբերաբար կթարմացվեն։ Արամ Մարանդյան, Սերյան Անտոնյան, լուրեր։